Պետք է ասեմ նաև, որ այս տարին մեզ համար կարևորվելու է նրանով, որ սեպտեմբերից մեր բարձրագույն կրթության և հանրակրթության համակարգի համար հասանելի է դառնում արհեստական բանականության կրթական գործիքները շատ մեծ ծավալով։ Firebird-ի և OpenAI-ի հետ համագործակցությամբ 50,000 բաժանորդագրությունը դառնալու է հասանելի և այդ բաժանորդագրության միջոցով մենք նախատեսում ենք, որ թե մեր սովորողները, իդեպ հանրակրթության պարագայում խոսում ենք բացառապես ավագ դասարանների մասին և թե բուհական համակարգը ունենա հնարավորություն արհեստական բանականության կրթական գործիքները օգտագործել։ Ինչու եմ շեշտում կրթական գործիքները, օրինակ վստահաբար դուք ծանոթ ChatGPT հարթակին, բայց կա ChatGPT Edu գործիքակազմը, որը պլանավորված է հենց կրթական գործընթացներին արհեստական բանականության աջակցությանը։ Ինչ է սա նշանակում։ Պատկերացրեք օրինակ, որ դպրոցի տնօրենը, որը ամբողջությամբ էլեկտրոնային մատյանում թվային տիրույթում տեսնում է երեխաների գնահատականները, բացակայությունները, արհեստական բանականության գործիքակազմով կկարողանա նաև օրինակ վերլուծություններ ունենալ և իր համար հասկանալ ավելի խոցելի տեղերը, այն ուղղությունները, որոնց վրա պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի։ Սա մեկ ուղղություն է, ինչպես դպրոցի ադմինիստրացիան կարող և նաև իր աշխատանքները դպրոցի մակարդակում ճիշտ պլանավորել, ուսուցիչները ունենալու են հնարավորություն գործիքակազմի միջոցով մեխանիկական աշխատանքից ազատել իրենց ժամանակը և կենտրոնանալ ավելի ստեղծագործական աշխատանքի վրա։ Օրինակ, այս գործիքակազմը կարող է օգնել տարբեր առաջադրանքների կազմմանը, տարբեր թեստերի կազմմանը, կարող է օգնել նաև թեմատիկ պլանավորմանը և այստեղ իհարկե կարծում ենք, որ մեր թե ուսուցիչները և թե տնօրենները կունենան մեծ աջակցության կարիք և առաջիկայում կլինեն նաև համապատասխան ուղեցույցներն ու տեսանյութերը, որոնք կտրամադրվեն և հնարավորություն կընձեռեն կրթական համակարգում այս գործիքակազմի օգտագործման արդյունավետությունը բարձրացնել։ Մենք պլանավորել ենք նաև վերապատրաստումների մեծ գործընթաց և սրանով ուզում ենք ասել, որ կրթական համակարգը պետք է սովորի առնչվել արհեստական բանականության հետ։ Դա մի իրողություն է, որը այլևս մեր կյանքի մասն է և մենք վստահ ենք, որ միայն գրագետ և մտածված լուծումներն են, որ կկարողանան այդ գործիքակազմը մեզ ծառայեցնել հօգուտ որակյալ կրթության, ոչ թե դրանով բերել մեծագույն մարտահրավերներ, որոնց այսօր հանդիպում է ամբողջ կրթական համակարգը ամբողջ աշխարհում։ Իհարկե, այստեղ մենք բազմաթիվ այլ հարցեր ունենք և առաջին հերթին կարծում եմ, որ օրենսդրության մշակման անհրաժեշտություն կա, որի շուրջ նաև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ համատեղ աշխատանքները կիրականացվեն և վստահաբար այս համընթաց գործողությունները կօգնեն, որպեսզի մենք այս տեխնոլոգիական մարտահրավերներին մեր համակարգում ճիշտ արձագանքենք, բայց ուզում եմ ձեզ նաև առիթից օգտվելով, քանի որ այս թեմայից խոսեցինք, հիշեցնել մեր երկու ծրագրերի մասին, որ մենք արդեն իսկ դպրոցներում իրականացնում էինք մասնավոր ոլորտի գործընկերների հետ աջակցությամբ, մասնապես Step AI ծրագիրը, որը արհեստական բանականության համակցված դասընթացներ է ենթադրում և ներդրված է մեր 15 դպրոցներում արդեն մի քանի տարի շարունակ, ինչպես նաև արհեստական բանականության սերունդ ծրագիրը, որը այս տարվա սեպտեմբերից կընդլայնվի և 39 դպրոցներում հասանելի կլինի, և սա հնարավորություն է տալիս նաև, որ մենք մեր դպրոցներում ավելի ուղղորդված աշխատանք տանենք և մեր երեխաների համար մասնագիտական կողմնորոշման հնարավորություններ բացենք, որոնք նաև դրանք ավելի մրցունակ են դառնում վաղվա աշխարհում և այն հմտություններն են ձևավորում, որոնց կարիքը իսկապես կա, ու սրա արդյունքը մենք տեսնում ենք նաև այն ցուցանիշներով, որ օրինակ գրանցել են մեր երեխաները միջազգային ստուգատեսերում և պետք է հիշեցնեմ, որ այս տարի արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում մենք 2 բրոնզե մեդալ ենք ունեցել, ընդ որում շատ կարևորում եմ, որ մենք պետական դպրոցների աշակերտների կողմից ենք նման արդյունքներ գրանցել, ընդ որում նաև մարզային պետական դպրոցների, և ես սա հատուկ եմ շեշտում, որովհետև տեսնում եմ, որ հատկապես մեր կրթության ոլորտի լուսաբանման մեջ մենք շատ հաճախ
չենք նկատում այն լավ եւ բազմաթիվ օրինակները, որ ունենք մեր երկրի տարբեր համայնքներում գտնվող դպրոցների կողմից եւ մեզ հաճախ թվում է, որ խոսելով կրթության որակի մասին մենք ունենք այսպիսի իրավիճակ օրինակ մայրաքաղաքում եւ այսպիսի իրավիճակ մարզերում, այնինչ պետք է հասկանանք, որ հանրակրթությունը բավականին բազմաշերտ եւ բազմաչափ է եւ մեր բազմաթիվ մարզային դպրոցներ ունեն շատ լավ ցուցանիշներ, ինչպես արհեստական բանականության, այնպես էլ միջազգային օլիմպիադաների այլ ուղղություններով եւ այստեղ ես ուզում եմ նաեւ ընդգծել, որ եթե մենք նախորդ տարի գրանցել էինք 91 մեդալ, մեր աշակերտները գրանցել էին 25 թվականի արդյունքներով 91 մեդալ միջազգային օլիմպիադաներից, ապա այս տարի արդեն, չնայած առջևում մեզ դեռևս սպասվում են տարբեր օլիմպիադաներ, բայց մեր աշակերտները արդեն իսկ 115 մեդալ օլիմպիադաներում եւ սա նշանակում է, որ իրականում տարբեր ուղղություններով մեր ներգրավվածությունը էապես մեծանում է եւ բացի դրանից դա դառնում է նաեւ միջազգայինորեն ավելի տեսանելի եւ մրցունակ։